Գոհ եք ընտրությունների արդյունքները։ Սուպեր։ Ինչ եք կարծում Ռուսաստանի Դաշնությունից ինչքան մարդ էին բերել ուժեղները ընտրակաշառքով որպեսզի ընտրեին։ Անկեց, ցույցեք տալու չեք դրելու։ Ասեք, չէ։ Ինչքան են բերել։ Մի 80-ից 100,000 հեչի պես։ Իսկ ինչքան ընտրակաշառք են բաժանել ձեր կարծիքով։ Իմ կարծիքով ես նույն գիտեմ ով ինչքան է ստացել։ Միանց համար 100,000։ Այնքան նրանց աշխատակիցն է, յան իբր թե։ Այլանդակ փողեն բուրնեն բազե հայկան այդ խոսքը հերն ուզում էր տիրացուկ ընկել, բայց մուրազը փորը մնաց, տենց է լինելու է, թողի լսեն, մեզ ծալել, չի լինելու, երբեք, համադան չեք իմ հետ։ Իհարկե, դուք ում եք ընտրել ընտրությունները։ Չէր քննարկու, քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյան։ Կասեք ինչու։ Ոչ թե կասեմ ինչու, ես չեմ գտնում մի առիթ, որ ասեմ ինչու չեմ ընտրի, չկա այդպիսին, ասեմ այս բանի համար չեմ ընտրի, դες բան չեմ գտել է, կան դերացումներ, ուշացումներ, բնական է, մարդ աշխատում է, անթերի մարդ չկա։ Իմ հանդիմությունը ուզում է Վայ աղբոր հանդիմություն մի ասեկել է, խնդրում եմ ձեզ, գիտեք ընդդիմությունը, որ մտածում է երկրի մասին, ոչ թե ռուս պապիկի մասին, մի աննասունի մասին, չեմ ուզում շատ կոպիտ խոսեմ, ջղանությունս գալիս է։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Այո, շատ գոհ եմ։ Ինչ եք կարծում ուժեղ Հայաստանը ինչքան ընտրակաշառք էր բաժանել։ Շատ, դրանք պետք է սատկեն։ Իսկ ինչքան էր մարդ բերել Ռուսաստանի Դաշնությունից։ Իրանցից շատ։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Այո։ Ինչ եք կարծում Սամվել Կարապետյանենք ինչքան ընտրակաշառք էին բաժանել։ Ասում են 5 միլիարդ դոլար։ Տենց են ասում։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունից քանի մարդ են բերել ձեր։ Ասում են 100,000 հոգի մարդ։ Գագիկ Ծառուկյանն էլ ուզում է վերահաշվարկել այդ։ Հատո անեն, բա կարող սխալվածել են։ Իսկ դուք գնացել եք ընտրություն։ Այո, Ում եք ընտրել։ Նիկոլ Փաշինյանը։ Գնահատում եք խաղաղությունը։ Խաղաղություն արդեն կա։ Շատ գոհ եմ։ Իսկական իմ սրտով է եղել Ազիզյան։ Եվ ինչքան ընտրակաշառք է բաժանվել ձեր կարծիքով։ Դե այդքանը չեմ կարող ասի, չեմ ուզում խորանամ, հենց նոր դրա մասին էինք խոսում։ Չեմ ուզում ասեմ, ամենակարևոր իմ սրտով է, որ Փաշինյանն է անցել։ Հա։ Ես շատ շնորհակալ եմ։ Թոշակը բարձրակ, կրկնակի բարձրացել է թոշակը, բայց իմ թոշակն եղել է ամենապակասը ու ամենագոհը ես եմ այստեղ։ Ումը տեսնում եմ, ումը հարցնում եմ, ումը բարձրվում ամենացածր ստացողն է գոհ մնում։ Պոլիկլինիկա գնում եմ, ես եմ, չգիտեմ էլի, ահագին ես երևի մի քիչ թույլ եմ էլի այդ բանով չի ստացվում մոտես։ Փորձել եմ օգտվեմ, դե հլա չի ստացվում, այդ իմ բնավորությունից է երևի էլի, ես մի քիչ չեմ կարողանում, չի ստացվում, բայց մյուսները ովքեր որ չեմ կարող ասեմ, հայոյում են, ես ինչ են անում Փաշինյանին, նրանք 1000 անգամ գնացել են ու լավ անցել են ամեն բանով, բայց ես մնացել եմ, այդ մի քիչ ինձանից է, չեմ ասում պետությունից է։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Այո։ Ինչ եք կարծում Սամվել Կարապետյանը ուժեղները ինչքան մարդ են բերել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան։ Չեմ կարող ասել, բայց բերել եմ։ Իսկ ընտրակաշառք ինչքան են բաժանել ձեր։ Ես որտեղից գիտեմ, այդքան։ Չեմ կարող ասել, բայց եղել է։ Աննորմալ չեմ վերաբերում, աննորմալ է։ Իսկ դուք ում եք ընտրել ընտրություններին։ Ես Փաշինյանին խաղաղության կողմն եմ ես։ Ազգի խաղաղության, բարգավաճման, առաջ գնացման։ Իհարկե։ Ինչ եք կարծում Ռուսաստանի Դաշնությունից ուժեղները ինչքան մարդ էին բերել Հայաստան։ Ես չգիտեմ իրանք ինչքան էին բերել, ես գիտեմ, որ 16-ը հզոր էր։ Ինչքան էլ բերեին, մեր 16-ին չէին հաղթի։ Ես վստահ եմ դրանով ու վստահ էլ ընտրել եմ։ Ընտրությունների արդյունքներից։ Ինչ եք կարծում Ռուսաստանի Դաշնությունից ուժեղները ինչքան մարդ էին բերել Հայաստանի Հանրապետություն։ Ինձ ոչ մեկը թիվ չի տեղեկացրել, բայց որ բերել են մեծ հոսք եղել, այդ փաստ է։ Իսկ ընտրություններին ում եք ընտրել։ Այդ իմ անձնական Գոհ եք գործն է։ Նիկոլ Փաշինյանի։ Շատ, Գնահատում եք խաղաղությունը։ շատ։ Գոհ եք ընտրությունների։ Շատ, ավելի քան։ Ինչ եք կարծում, ինչքան մարդ էին ուժեղները Ռուսաստանի Դաշնությունից բերել Հայաստան։ Բերել Հայաստան չգիտեմ, բայց որ հասցրել էին
վաճառել մարդկանց, դա շատ ակնհայտ երևաց։ Իսկ ընտրություններին դուք ում եք ընտրել։ Քաղաքացիական պայմանագիր։ Չի ուրիշ ընտրվելու ինչ որ տարբերակ կար։ Նորմալ մարդիկ, ինձ թվում է մենակ պիտի իրանց ընտրեին։ Էսի առանց տենց գովազդի, առանց որևէ տողատակի, առանց որևէ տենց շուտ այլ բաների։ Գնահատում եք խաղաղ։ Միանշանակ ինչի մասնակցում, բայց միակ բանը, որ կարանք արձանագրենք, ես հանձնաժողովի անդամ եմ եղել։ Ամենավատը գիտեք որն էր այդ ամեն ինչից, որ սենց հանում էինք 3, դե 16-ից հետո մեկ էլ 3-ներ ու արդեն մնացած տենց աբրժբու։ Ինքն էլ է դրանից, բայց այն որ ասում ես լավ, այս տիպի հայը, Ղարաբաղցիների մասին չեմ խոսում, հայը կարա ծախվի լուրջ ու բայց փաստորեն հա հասցրել էին, այո, աշխատել էր։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Շատ։ Գոհ եմ։ Ինչ եք կարծում, ուժեղները Սամվել Կարապետյանը ինչքան մարդ էր բերել Ռուսաստանի Դաշնությունից, որ Ինչքան փող որ տվել է, այդքան էլ մարդ բերել էր։ իսկ դուք ընտրություններին ում եք ընտրել։ Փաշինյանի։ Կասեք ինչու։ Ամեն ինչի համար շատ լավ ասացին։ Ու ավելի լավ է լինելու։ Գնահատում եք խաղաղությունը։ Անպայման։ Իր օրոք է ձեռք բերվել խաղաղությունը կարծում եք։ Կարամ ասեմ, որ միայն իր օրոք։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Այո։ Ինչ եք կարծում, ուժեղները ինչքան մարդ էին բերել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն։ Այդ խորությամբ չեմ մտնել երևույթների մեջ։ Ընդհանուր առմամբ կարծում եմ արդար ա եղել ամեն ինչ։ Դուք ում եք ընտրել։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ոչ մեկին չեմ ընտրել, նա հյուր եմ ուղղակի Բայց ստեղ։ գոհ եք Նիկոլ Փաշինյանի կառավարումից։ Այդ խորությամբ չեմ կարող, մակրության ընտրությունների մակրության իմաստով գոհ եմ, այդքան բան։ Գոհ եք Նիկոլ Փաշինյանի։ Հա, Գնահատում եք խաղաղությունը։ այո։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Շատ։ Մի քիչ գոհ չեմ, որտեղ պիտի Քոչարյանը վերանար։ Գոհենք ազեշան, որ Նիկոլն անտրվել։ Հա, դրանից ենք մենակ գոհ, շատ գոհ ենք։ Շնորհակալ եմ։ Հա, թե ինչ, ոնց որ մի հարազատ այդքան իր համար ես մտածել եմ։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Այո։ Շատ գոհ եմ։ Կարծում ուժեղները ինչքան մարդ էին բերել Ռուսաստանի Դաշնությունից։ Ինձ ուժեղները բացարձակ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն փաստը, որ ընդդիմությունը պիտի փոխվի, որպեսզի իշխանությունը ճիշտ աշխատի։ Կամ աշխատին այնց ոնց որ շատերս ուզում են։ Եթե այս ընդդիմությունն է, այս ընդդիմության հետ ուրիշ իշխանություն չի լինի։ Նենց որ ցանկալի կլինի, ծիծաղելի բան եմ ասում, բայց ընդդիմության ընտրություններ կազմակերպվի։ Այո։ Իսկ մեկ հարց էլ, ինչ դուք գոհ եք Նիկոլ Փաշինյանի կառավարումից։ Կառավարումից որպես այդպեսին շատ դժգոհություններ կա, ես ինքս անձամբ ինձ չի անդրադառնում դժգոհությունները, այո, շատ բաներ կա, որ գոհ չեմ, բայց ինձ ասեք ընդդիմության մեջ տեսնում եք որևէ մեկը, որ պիտի անի այն, ինչ որ ուզում ենք մենք։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Իհարկե գոհ ենք։ Ինչ եք կարծում, Սամվել Կարապետյանը ուժեղները ինչքան մարդ են բերել Ռուսաստանի Դաշնություն։ Ճիշտն ասած մենք այդ հարցերով չենք զբաղվել, չեմ կարող կոնկրետ թիվ ասել, բայց ուրախ եմ, որ խաղաղ անցել ընտրությունները, թող մեկը մեկին հասկանա երկիրը ծաղկեցնել։ Կարծում եք արդարությունը հաղթեց։ Ինձ թվում է այո։ Գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Այո։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար